ինչպես է գնահատում Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որի կիզակետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող քարորիա պատերազմական գործողություններն են, սրանք կարող են երկարատև process լինել։ Ըստ էության առաջիկա գուցե 1-2 տարում ամենանդեպս այս իրավիճակը պահպանվի, չեմ կարծում այսպես այդ էսկալացիան շարունակվի, ամենանդեպս այն ֆորմատով ինչ տեղի ունեցավ։ Բայց իրավիճակը բավական բարդ է, որովհետև Այս Թուրքիայի տեղի ունեցող զարգացումները, Թուրքիայի ներկայումս աշխարհաքաղաքական իրավիճակը, որ նա հայտնվել է, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, Ռուսաստանի դիրքորոշումները տարածաշրջանի հանդեպ, մասնավորապես հենց Կովկասի, Իրանի վերաբերմունքը եւ այլն, բազում այլ հարցեր։ Այսպես որ բավական բարդ իրավիճակ է, բավական դժվար է այսպես ենթադրություններ անել, պրոգնոզներ անել, պետք է դրա համար տեղեկություն, ինտիմ տեղեկություն իրավիճակից։ Ինչ որ այսպես երևում է ամենանդեպս ինչ որ մակերեսի վրա է գտնվում այն ինֆորմացիան, որ մակերեսի վրա է գտնվում, դա գալիս հաստատելու այն, որ մեր արժեվ այսօր մասնավորապես Հայաստանի արժեվ բավական լուրջ մարտահրավերներ են կանգնած, որ դրան պետք է մենք պատրաստվենք։ Այսինքն այս պատերազմը ցույց տվեց, որ մենք պետք է լավ պատրաստվենք այսուհետև։ Այսինքն այն որոշ չափով ես կասեի մի տեսակ հանգիստ ընթացքը, որ մենք ունենք միջորս, այդ հանգիստ ընթացքը, հարաբերական հանգիստը պետք է փոխվի, պետք է դառնա պատերազմական իրավիճակ։ Պատերազմական նկատի չունեմ, որ բոլորը խառնում են իրար եւ այլն, ոչ։ Այսինքն պետք է լինի այնպիսի իրավիճակ, որտեղ գործում են պատերազմական իրավիճակի օրենքները։ Դա լինի, ինչ ասեմ, դա լինի ծրագրավորումները, դա լինի կադրային համակարգը, դա լինի այդպես ասած պրոյեկտների առաջնայինությունները եւ ոչ առաջնայինությունները եւ այլն։ Այս բոլորը պետք է մենք ի նկատի ունենանք։ Ինչպես է գնահատում միջազգային հանրույթի արձագանքը։ Էրդողանը հայտարարեց, որ շարունակում է եւ պատրաստ է միշտ աջակցել Ալիևին։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար, մենք չունենք, Ռուսաստանը մեզ համար այդ դաշնակիցը չէ։ Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք դաշնակիցների առումով վերանայման տեղ ունենք։ Չեմ կարծում, որ մենք պետք է հիմա մեր արտաքին միջազգային հարաբերությունների, այսպես ասած, կողմնորոշումը փոխենք կամ վերանայենք։ Դա պետք չի անել։ Սակայն մենք պետք է լրջորեն մոտենանք այդ խնդրին։ Այսինքն դաշնակցին նույնպես պետք է լրջորեն մոտենա։ Դաշնակիցը քեզ նայում է եւ հարգում է այն ժամանակ, երբ դու քեզնից ինչ-որ ուժ ես ներկայացնում եւ կարողանում ես ներկայանալ նրան։ Այսինքն ներկայանալի, գիտեք, երբեմն կարող ես ոչինչ չունենալ, բայց ներկայանալի լինել։ Այդ ներկայանալությունը շատ կարեւոր է։ Լավագույն օրինակը Վրաստանն է։ Տեսեք, Վրաստանը փաստորեն Ռուսաստանի հետ ըստ էության տարբեր լագերներում են գտնվում եւ ես չէի ասի որ բարեկամական հարաբերություններ, բայց ինչպես են վերաբերում վրացիներին ռուսական մասսայական հաղորդակցության միջոցները եւ ինչպես են վերաբերում հայերին։ Շատ լավ երևում է։ Շատ լավ երևում է։ Հայերի ներկայություն իհարկե ռուսահայերին չեմ ասում, այսինքն Կորղինյանի մյուսներ, որոնք միշտ խոսում են, բայց դուք տեսեք, հնարավոր է որ հայ ռեժիսոր գնա կամ ունենք նման հայ ռեժիսոր, որ գնա մոսկովյան հեռուստատեսությամբ ելույթ ունենա եւ մի նորմալ բան ասի, որի համար մենք չամանչենք։ Ես կարծում եմ չունենք։ Բայց վրացի ռեժիսորներից, օրինակ Կեմալ Ստալինգրադ անունը մոռացել եմ, չգիտեմ ով էր, անցյալ տարի խոսում էր, այնպեսի խոսում էր, ոնց որ բոլոր ռուսներին սովորեցնում էր եւ այդ հաղորդավարն էլ այնպեսի կծնանքով էր նրան վերաբերվում, որ զարմանալ կարելի։ Այսինքն վրացիները կարողանում են կլաս ունեն եւ այդ կլասը կարողանում են ցուցադրել, այդ կլասը պետք է ցույց տալ։ Գիտեք ինչ, երբ ասում ենք մենք անգամ ռազմավարական պարտներ կամ անգամ ամենամոտ եղբայրական հարաբերություն եւ այլն, ինչ էլ ուզում է լինի, անգամ երկու եղբայրների մեջ փոխհարաբերությունները պետք է ունենան կլաս։ Հասկանում եք, եթե մի եղբայր այսպես ամբողջ օրը բան անում, այնուհանդերձ վերաբերմունք այն չի լինում։ Ես կարծում եմ սա է խնդիրը։ Սա նույնպես ոչ պակաս կարևոր խնդիր է, քան տնտեսական շահերը, անգամ քաղաքական շահերը, անգամ աշխարհաքաղաքական շահերը։ Հասկացեք ինձ։ Սա շատ կարևոր խնդիր է, սրան պետք է մեր լուրջ մեր ղեկավարությունը մոտենա։ Եվ այլապես այսպես ես կարծում եմ մենք հետո հայտնում ենք այլ բանի մեջ իրավիճակում։ Գործողություններ պիտի լինեին պարոն Ասատրյանի, նկատի ունեմ Սերժ Սարգսյանը եւ մյուս իշխանավորները այսօր էլ։ Չէ, ես կարծում եմ որ եթե կարելի ասել այստեղ որևէ մեկը կլասը պահում է, հենց Սերժ Սարգսյանն է պահում։ Այսինքն մենք այդ տեսանկյունից մտահոգության տեղիք չունենք, այսինքն նախագահը կարողանում է շատ լավ ներկայացնել եւ միջազգային հարաբերություններում մեր երկիրը եւ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մենակ նախագահը չի կարող ամեն ինչ լուծել։ Ամբողջ կորպուսը
Սկսած արտաքին գործերի նախարարությունից վերջ ասած պաշտպանության նախարարությունը, այլ նախարարությունները, այլ գերատեսչություններ, մարդիկ, որոնք գործում են, դրանք որոնք ելույթ են ունենում հեռուստատեսությամբ, դրանք որոնք բան են գրում, վերջո ինչ է դա, ամբողջ Facebook եւ այլն Facebook-յան ասպետներ են հայտնվել։ Հիմա Facebook-յան ասպետ, Facebook-ն է, որ այսպես ասած բան անում։ Գիտեք, պետք է դա դրանից պետք է ձերբազատվել, պետք է հստակ աշխատել, դատարկաբաններին պետք է հեռու մղել, պետք է խուսափել սլոգաններից եւ այսպես կոչերից, հայրենասիրական դատարկ ճառերից պետք է խուսափել, պետք է աշխատել, պետք է ամբողջ երկիրը այսօր մի բռունցք դառնա եւ աշխատի, հստակ բոլոր բնակավարներում, դա լինի չգիտեմ ռազմական ոլորտ, դա լինի գիտություն, դա լինի չգիտեմ բարձրագույն կրթություն, դա լինի դպրոցներ, կրթություն եւ այլն, բոլոր բնակավարներում, ասում եմ պատերազմական իրավիճակ, որ ասում եմ սա ի նկատի ունեմ, այսինքն այս պատերազմը ցույց տվեց, այս կարճատև պատերազմը, որ մենք պատրաստվելու պետք է պատրաստվենք, որտեղ շատ ավելի դժվար եւ բարդ կարող է խնդիրներ առաջանան մեր համար։ Մենք այս տարիներին թե ներքին քաղաքականության, թե արտաքին քաղաքականության առումով այնպես պետք է աշխատեինք, որ իբրև դաշնակից Ռուսաստանը մեզ հարգեր եւ այսօր չունենայինք այն ինչ ունենք։ Այո, օրինակ, գիտեք, գուցե սա քաղաքական կատեգորիա չի, ինչ ասում եմ, ես բանում էլ ասեցի։ Մոսկովյան մեր ամբողջ համայնքը, ռուսական մեր ամբողջ համայնքը ըստ էության որևէ բան չի անում, գիտեք ինչ։ Ամենը մեկ հոգի, այսպես ասած ցույց արեց։ Չունենք ոչ մի բան, այս ցույցից բաներ են դրանք, այնտեղ բաներ են։ Կամ ասենք տարեկան կազմակերպական միջոցներ են ծախսվում, տարեկան ասենք ինչ-որ հանդեսներ են կազմակերպում։ Որտեղ հրավիրում են իբր, չգիտեմ, դերասանների, ելույթ են ունենում, երբեմն Ժիրինովսկին են կանչում, նա երկու բառ հայերի մասին ասում է ծափ են տալիս, Ալեգրովային են կանչում, Կիրկորովին են կանչում, ասում են դու հայ ես, նա ասում է ես այո հայ եմ, բայց չգիտեմ բոլղարացի եմ, հետո ասում են համոզել է, ամոթ է, ես ամանչում եմ, որ նայում եմ այդ միջոցառումներին, ամանչում եմ, դա պրովինցիալ ազգի, դա մեր նման հին պատմություն ունեցող ազգին հարիր վարք ու բարք չէ, որ մենք դրսևորում ենք այնտեղ ախր, անհարմար է դա։ 2.5 միլիոն հայերից, ռուս հայերից, Ռուսաստանում ապրող հայերից, ընդամենը 30 հայ ցանկություն ունեցավ աջակցել։ Գիտեք, ես անգամ չեմ սպասում, գիտեք, ես երբեք այն մարդկանցից չեմ, որը Սփյուռքի վրա հույս դնեմ։ Ես երբեք Սփյուռքը չեմ համարում կատեգորիա, որի վրա պետք է հենվել։ Ես համարում եմ Սփյուռքը, եթե չխանգարի Հայաստանին, դա շատ լավ է։ Դա ես այդ տեսանկյունից եմ մոտում։ Չնայած ռուսական Սփյուռքի հանդեպ ես այլ մոտեցում եմ ունեցել միշտ։ Ես կարծել եմ, որ ռուսական Սփյուռքը մեր Հայաստանի շարունակությունն է։ Այդպես եմ համարել միշտ։ Բայց ես տեսնում եմ, որ այդպես չէ։ Որ մարդիկ լրիվ, այսինքն մարդիկ այդ պրովինցիալիզմը, այդ այսպես գետոյական մտածողությունը թափանցել են ամբողջ մեր հայկական համայնքի մեջ տարբեր տեղեր։ Հասկանում եք թե չէ։ Այդ կայսերական մտածողությունը, որ միշտ հատուկ ա եղել հայերին, որոնք գործել են մեծ պետություններում, մեծ դեր են ունեցել, այսօր չկա ցավոք սրտի տեսնում որ դա կորել է։ Կորել է։ Փոքր բաներ անեն, ուրախանան, ինչ-որ խառնում են ինչ-որ բաների, ժողովներ անեն, այսինքն սրանք կանչեն, հետո ցույց տան իրենց անընդհատ։ Ամեն մարդ ուզում է իրեն ցույց տալ։ Սա շատ մեծ դժբախտություն է ընկերներ։ Պարոն Ասատրյան, Ռոկոզինը հայտարարում է, որ Մոսկվան Երևանի եւ Բաքվին զենք վաճառելիս պահպանում է շահերի հավասարակշռությունը։ Մենք կոնկրետ գործողություն ունենք այս փուլում անելու եւ ինչ որ Ռոկոզինը վրացիների մասին նման բան չէր ասի օրինակ համար։ Երբեք չէր ասի։ ಅವ್ր անգամ կմտածեր Վրաստանի մասին որևէ վատ բան ասելուց։ Չնայած Ռոկոզինն մարդկանցից է, որ ապեղծպեղ շատ է խոսում ամենտեղ։ Ես լսել եմ նրա հայտարարությունները, ասենք Մելիքիշվիլու մասին եւ այլն եւ այլն։ Բայց նման իրավիճակում նա, եթե դա Վրաստանն լիներ, Վրաստանի մասին նման բան չէ, իսկ Հայաստանի համար նման հայտարարություն անել։ Հեսա մտածողության տեղիք է տալիս։ Ռոկոզինն ով է եկամ ի վերջո հարցեր են, որոնք գիտեք, նորից եմ ասում, այս բոլոր խնդիրները կապված են նաեւ պերսոնալ բնություն են, ոչ միայն միջ պետական հայտարարություն։ Չեմ կարծում որ Ռոկոզինին զանգել են, ասել են անպայման այդ բանը ասա։ Հետո իսպացական չէր որ նա հանեց հետո դա իր բանից, այդ ինչ են ասում, Facebook-յան էջից։ Հայ-ռուսական հարաբերությունները այս փուլում վերանայման անհրաժեշտություն ունեն։ Ոչ, ես կարծում եմ վերանայման անհրաժեշտություն չունեն, մենք չպետք է հիմա անընդհատ ընկնենք այս կողմից այն կողմ։ Սա ուղղակի մեզ ամեն հիշեցում էր։ Ես կարծում եմ իհարկե, մեր տղաները զոհվեցին, շատ ողբերգական իրավիճակ այդքան մենք զոհ տվեցինք, որը իսկապես շատ ցավալի բան է։ Բայց եթե ընդհանուր գծով ենք նայում, այս պատերազմը, այս կարճատև պատերազմը մեզ համար դա փորձարկում էր եւ իսկապես շատ ավելի մեծ փորձարկում։ Սա ցույց է տալիս, որ ընկերներ ժամանակն անցել է, պետք է աշխատել։ Պետք է աշխատել։ Դատարկաբանության, խոսքերի, հայրենասիրական ճառերի ժամանակն անցել է։ Այս տարածաշրջանում մենք պետք է աշխատենք եւ մեզ համար ամենամեծ նպատակը այս պետության գոյության ռեզոն դետրը դա Ադրբեջանի Հանրապետության այսպես դեմոնտաժն է։ Այդ Ադրբեջանի Հանրապետությունը քանի գոյություն ունի, հնարավոր չի, որ մենք հանգիստ ապրենք։
Եվ ոչ միայն մենք, այլև մյուս պետությունները, դա լինի Իրանը, թե Ռուսաստանը, թե այլ ուրեմն բաներ, թե կենտրոնական անգամ Ասիայի որոշ երկրներ։ Այսինքն այս պետությունը մեզ համար առաջնակարգ սպառնալիք է զբաղեցնում։ Առաջին սպառնալիքը մեզ համար Ադրբեջանի Հանրապետությունն է։ Այդ հանրապետության ճակատագրով մենք պետք է լրջորեն զբաղվենք, ընկերներ, լրջորեն։ Եվ միշտ պետք է նախահարցակ լինել։ Ես չեմ նկատի չունեմ նախահարցակ լինել զենքով, այլ պետք է, այսպես ասած, փափուկ ուժի միջոցով մենք այդ երկրի հասցնենք դեմոնտաժի։ Եվ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն եւ տարվեն։ Մեզ համար կա հստակ թշնամի։ Թուրքիայի վիճակն այնպես է, որ ուշ թե շուտ Թուրքիան կամ մասնատվելու է, կամ այնպեսի իրավիճակում է գտնվում, որ չի կարող, ինչքան էլ ուզում է գուցե արտարոց ընչի իմ միտքը, բայց Թուրքիան որպես լայնամասշտաբ թշնամի այսօր չի կարող գործել, մանավանդ Ռուսաստանի հետ հարաբերությունները երկար ժամկետ փչացված են։ Այսինքն նրանց միջև ստրատեգիական հարաբերություններ, պարտներություն ամենատեպս չի կարող ստեղծվել տեսանելի ժամանակահատվածում։ Հետևաբար, մեր ամենամեծ թշնամին Կովկասում, Ադրբեջանն է։ Իսկ թշնամուն դե ոնց են վերաբերում։ Վերաբերում են թշնամուն պետք է հստակ չեզոքացնել։ Չեզոքացման հիմնական ձևը, այսպես ասած, ֆորմատը փոխելն է այդ պետության։ Իսկ ֆորմատը փոխելու համար պետք է ազգովի աշխատել։ Այսինքն հայ ժողովրդի համար պետք է լինի, այսպես ասած, գերնպատակ, այդ գերնպատակը պետք է լինի Ադրբեջանի չեզոքացումը որպես մրցակից Հայաստանի, որտեղ քանի գոյություն ունի այդ պետությունը, հավատացեք ինձ, մենք միշտ գլխացավ ենք ունենալու։ Մեզ համար ամենակարևորը մեր ժողովրդի, մեր էթնոսի համար հետագա պլանում, այսպես հետագա պերսպեկտիվում, մեր էթնոսի ինքնագոյության, մեր ինքնոսի հարատևման հիմնական առհավատչյան կամ գրավականը Ադրբեջանի նման պետության վերացումն է ուրեմն քարտեզից Հարավային Կովկասի։ Ես նույնիսկ կոչ չեմ անում ռմբակոծել կամ այնտեղ ինչ-որ ավերածություններ առաջացնել կամ մարդկանց կոտորել, ոչ բնավ։ Ես կոչ եմ անում, որ մենք այդ ուղղությամբ աշխատենք։ Իսկ Ադրբեջանը խոցելի է բազմաթիվ առումներով, հսկայական խոցելի տեղեր ունի, այդ խոցելի տեղերը պետք է ուսումնասիրվեն, պետք է լուրջ մարդիկ այդ բնակավարով զբաղվեն, լուրջ ինստիտուտներ։ Եվ այն ժամանակ, երբ մենք հասնենք այդ մեր նպատակին, այն ժամանակ հանգիստ կարող ենք հանգստանալ մի թեթև, հետո նորից աշխատել, որովհետև այդ ժամանակ նոր մարտահրավերներ կառաջանան մեր առջև։ Հասկանում եք։ Եթե մի պետություն, մի ժողովուրդ ուզում է ապրել, նա պետք է իր համար ստեղծի աշխարհակահաղական իրավիճակ։ Այն ժողովուրդն է գոյատևում, այն ժողովուրդը միտված է ապագային, որը ինքն է կարողանում ստեղծել աշխարհակահաղական իրավիճակ իր համար։ Հասկանում եք։ Իսկ այ ժողովուրդը ունի այդ պոտենցիալը, որ կարողանա ստեղծել։ Դրա համար պետք է հարաբերությունների սիստեմը, հարաբերությունների համակարգը երկրում, հարաբերությունների համակարգն եմ ասում, փոխվի, պետք է խստանա, պետք է պահանջկոտությունը շատանա, պետք է վերանա բառային վերբալ, այսպես ասած գործի տեղ բառային վերբալ արտահայտությունների, այսպես ասած ներկայացումը, պետք է գործը որոշվի, ինչպես ասում են դմակը պետք է երևա, ոչ թե խոտը։ Մարդը կարող է, ես որպես քրդագետ միշտ օրինակ եմ բերում ոչխարներից եւ տարբեր տեսակի դրամար մարդիկ երբեմն ինձ չեն հասկանում։ Պետք է ասեմ, ոչխարը որ դմակ ունի, նրան համարում են նրա ունեցվածքը դմակն է։ Պետք է նայել մարդիկ, ովքեր դմակ ունեն, այսինքն դմակ ունեցող մարդկանց պետք է օգտագործել։ Հասկանում եք թե չէ։ Ինչքան խոտ է կերել, դա կարևոր չի։ Արդյոք դա դմակ է դարձել, թե ոչ։ Թե չէ ստեղծվել է վիրտուալ աշխարհ, որտեղ ուրեմն միահեծան իշխում են Facebook-յան, այսպես ասած, ասպետները։ Facebook-ն է դարձել, ոնց որ ասեք, մարդիկ հիմնական կյանքը թողել են, մտել են վիրտուալ աշխարհ։ Եվ վիրտուալ աշխարհում է որոշում։ Ով ինչ ղելքին գալիս է գրում է, ինչ տուֆտայություն ուզում է գրում է, մյուսները լայք են տալիս կամ լայք չեն տալիս, ամբողջ մի մեծ դիսկուրս է առաջանում, հասկանում եք։ Շրջաններ կան, որոնք ապրում են այդ դիսկուրսով։ Այսպիսով երկիր չի կարելի պահել, ընկերներ։ Պետք է այդ վիրտուալ աշխարհից դուրս գալ, մտնել կյանք։ Ընդդիմություն եւ իշխանություն այսօրերին չունեն տարակապակցություններ, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ունեն տարաձայնություններ, գոնե այս փուլում։ Դուք հնարավոր համարում եք, որ իսկապես ելքեր կառաջարկվեն, թե ըստ էության սահմանի շուրջ դրված է լինելու մադրիդյան սկզբունքներով։ Գիտեք, ես մի քիչ այլ ձևով եմ նամից այդ մադրիդյան բաները եւ այլն չեն հետաքրում։ Ինձ հետաքրում է ուրիշ բան, ինձ հետաքրում է մեր պոտենցիալի զարգացում։ Եթե մենք ունենանք պոտենցիալ հզոր, ապա այդ մադրիդյան որոշում շատ ավելի վատ որոշումներ, շատ ավելի միջազգային, այսպես ատյաններում ընդունված որոշումներ մեզ համար որևէ նշանակություն չեն ունենա։ Ինձ դա հետաքրքրում։
Հասկանում եք։ Ինչի է դակնում անգամ օպոզիցիայի հետ բանը, որտեղ կարծում եմ օպոզիցիան առանձնապես մեծ դժվարություններ չի հարուցել իշխանությունների համար, որոնք ասենք գիտեք ինչ, օպոզիցիան խանգարում է, չի թողնում։ Օպոզիցիան որևէ բանով չի խանգարում։ Ասենք մարդիկ են խոսում են, ինչ որ բանի դժգոհ են, ասում են եւ այլն, դա ված չի, որտեղ ինչ որ եթե թերություններ կան նշում են որ պետք է այդպես լինի։ Այսինքն մեր օպոզիցիան ինչքան ես եմ տեսնում, շինիչ օպոզիցիա է։ Այնտեղ որևէ ասած այդպես ողբերգական բան չկա, որոնք ասենք միանգամից ուզում են քանդեն եւ իրանք նստեն։ Ոչ։ Հետեւաբար սա այն խնդիրը չէ։ Կարևորը մշակել, կարևոր է այսօր ազգովի, այդ թվում եւ օպոզիցիան եւ իշխանությունները մոտենան խնդրին։ Ստիլը, այսինքն ոճը պետք է փոխվի մեր մենեջմենտի երկրի։ Ստիլը եւ ոճը պետք է փոխվի։ Պետք է որոշակի բաներ արդեն չափանիշներ սկսեն գործել։ Պետք է գործեն մի քիչ նորից չեմ ուզում պատերազմական իրավիճակ ասեմ, այսինքն ասենք այն վիճակով, որը ասենք Իսրայելն է գործում, չէ՞, նրանք միշտ պատերազմական վիճակում են, ամեն ինչ զգաստ են, զգաստություն պետք է լինի բոլորի մեջ։ Ես կարծում եմ, որ սա այդ կողմից լավ էր, այդ կողմից ես կարծում եմ մեր մոտ առաջացավ այդ զգաստությունը, այդ զգաստությունը առաջացավ ժողովրդի մեջ եւ կարծում եմ նաեւ իշխանությունների մեջ, որ այո, որ մենք իրավունք չունենք, շքեղություն չեն կարող թույլ տաս ամեն դատարկաբանություններով զբաղվող մարդկանց դես դնել, դեն դնել, ժամանակը չի դա արդեն, անցել է ժամանակը, մենք չենք կարող նման շքեղություն մեզ համար մեծ թույլ տանք։ Պարոն Ասատրյան, ինչ պետք է անել Հայաստանի իշխանությունը, որ չի արել, բացի այն, որ անձնվեր սեր է ցույց տվել Ռուսաստանին, ասել է պետք է Եվրասիական տնտեսական միություն անդամակցես մեկ գիշերում այդ որոշումը կայացվել է հօգուտ Ռուսաստանի։ Ինչ խնդիր կար հայ-ռուսական հարաբերություններում, որ մենք բաց ենք թողել։ Դուք հեգնակով եք ասում, այսպես ասած։ Ես այն մարդկանց եմ եղել, որ կողմ եմ եղել եւ հիմա էլ կողմ եմ, որ Հայաստանը մտնի Եվրասիական ընդհանուր տարածքի մեջ։ Եվ ջերմորեն պաշտպանել եմ այդ այսպես ասած բանը։ Եվ գտնում եմ, որ այլ ճանապարհ մենք չունենք։ Ովքեր ասում են, որ մենք կարող ենք մտնենք եվրոպական կամ արևմտյան տարածք, սխալվում են կամ չեն պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչպես մենք կարող ենք դա կիրարկենք։ Հնարավոր չի։ Եթե դուք լուրջ նայեք, գիտեք ինչ, բոլորն են սիրում, ասենք, եվրոպական վարք ու բարքեր, բոլորն են ուզում, որ ասենք օրենքի իշխանությունը լինի, ինչպես Ամերիկայում է եւ այլն, բայց խնդիրներ կան, որոնք հնարավոր չէ, որտեղ ցույց տվեք մի երկիր, որը արել է եվրոպական տարածքին եմ ասում, կապ չունի ֆորմատը, իմ այնտեղ տարբեր ֆորմատներ կան, եւ երջանկություն է ստացել եւ երջանիկ ապրում է, ցույց տվեք ինձ մի երկիր։ Չկա, բանից մեծ Բալտիկայից սկսած մինչև Ռումինիա, չգիտեմ, ամբողջ Բալկանները, Բոսնիան եւ այլն։ Նայեք ալե ինչ են։ Անցյալ տարի ես Բոսնիայում էի, Սարայևոյում, եւ տեսա թե ինչ է, մարդիկ մտել են մեջը, չգիտեն ինչ անեն։ Ինչ վիճակ է։ Հասկանում եք, շատ ավելի վատ տնտեսական իրավիճակի մեջ են, երազում են, որպեսզի միանան արևելյան բլոկին, եւ նույնիսկ Տիտոյի արձաններն են նրանք փողոցներում ծախում եւ ուրախ են, որ Տիտոյին հիշում են նոստալգիայով։ Եվ դուք ասում եք, որ մենք հարենք Եվրոպային։ Միության անդամ երկրները, պարոն Ասատրյան, թե այդ երկրներում իրենց երջանիկ են զգում Ղազախները, Բելարուսը, Ռուսը։ Գիտեք, մենք ունենք նաև անվտանգության խնդիրներ տարածաշրջանում։ Մենք ունենք Ղարաբաղի խնդիրը եւ ունենք անվտանգության խնդիրներ։ Մեր իրավիճակը մի կամատի Բալկանների հետ։ Անկամ նրանք ունենալով հակասություններ, նրանց շատ ավելի լավ վիճակում են, քան մենք անվտանգության տեսանկյունից։ Մեզանից ավելի վատը թերևս հрьяաներն են, որոնք գտնվում են այսպես իսկապես որոշակի ոչ այնքան այսպես բարենպաստ պայմաններում, ես նկատի եմ թշնամական շրջապատը։ Մեր շրջապատն ով է, մի կողմից Թուրքիան է, որ հավես թշնամին է մերը, Ադրբեջանն նույնպես հավես թշնամի է, վերևից Ռուսաստանն է, ուղղակի կապ չունենք Ռուսաստանի հետ, Վրաստանը դա հարաբերական, այսպես ասած, մեր հետ երկիր է, որ հետ կարող ենք պետք է լավ հարաբերություն ունենալ, բայց դա հարաբերական է, ու Իրանն է մնում, ուրիշ չկա։ Իրավիճակը բավական աշխարհակահաղական մեր, այսպես ասած, դրությունը մեզ հնարավորություն չի տալի մանևրելու շատ։ Ես կարծում եմ Եվրասիական տարածքը մեզ համար առավել նպաստավորն է։ Ուրիշ բան, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Պետք է աշխատել։ Օրինակ, ես այն ժամանակ, որոնք ռուսները կոչ էին անում ամեն կերպ Հայաստանը մտնի Եվրասիական բանի մեջ, ես գտնում եմ, որ այո, մենք պետք է այն ժամանակ լինենք որպես հիմնադիր անդամ։ Դա մենք կարող ենք մշակենք հիմնադիր անդամի իրավունքով որոշակի կետեր, որոնք այսօր կարող էին օգտագործվել։ Մենք չմտանք այն ժամանակ։ Չգիտեմ ինչ պատճառներով, ես տեղեկություններ չունեմ, բայց այդպես եղավ, որ հետո մենք մտանք։ Բայց ես եղել եմ կողմնակից դրան։ Ես գտնում եմ, որ դա է ճիշտը։ Դա է ճիշտ։ Հրաժարվեցին մասնակցելու Երևանում կայանալիք։ Կապ չունի։ Սիրելիներս, հնարավոր չի, ամեն ինչը հեշտ չի, պետք է աշխատել դրա համար։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ ուղղություն է։ Եվրասիական կողմնորոշումը մեզ համար միակ ճիշտ
ուղղությունն է։ Շարունակում եք պնդել դա։ Այո, իհարկե։ Ես կասկան չունեմ։ Գտնվել է այս պահին։ Ես կարծում եմ, որ վարչապետը չպետք է գնար։ Ես գտնում եմ, բայց ընդհանուր առմամբ դուրս գալ այդ միությունից չարժե։